99 ընկերներ, տառերն ունեն, անուններ, դառնում են միասին բառեր ԱՊԿ ԴԵՍ ԷԸՑ ԺԻԼ Սերունդներին փոխանցենք Այ բուբենն է մեր հայոց Նրա տառերն են ոսկեզոծ Հնչյուններն են զանազան Ձայնավոր և բաղաձայն ԱՊԿ ԴԵՍ ԷԸՑ ԺԻԼ Սերունդներին փոխանցենք Այ բենգի Դայեցա Էաթո Ժեինելյուն Խեցակեն Հոթեղատ Ջեմեին ուշավո Չապեջերասևե Դյուրեցո Դյուրում պյուրքե Եվ մնաց որ երկեք Եվ օֆր Այ բենգիմ Դայեցա Էաթո Ժեինելյուն Խեցակեն Հոթեղատ Ջեմեին ուշավո Չապեջերասևե Դյուրեցո Վյում պյուրքե Եվ մնաց որ երկեք Եվ օֆր Եվ մնաց, որ երկենք, և Ամենուսաբացը բերում է իր զանգը ու հնչում է դպրոցում այն մեջ ու պատում է սերը, կանչում է իր գիրկը, բացում է իր գիրկը այն մեր դեմ Ամենուսաբացը բերում է իր զանգը ու հնչում է դպրոցում այն մեջ ու պատում է սերը Կանչում է իր գիրկը, բացում է իր գիրկը, այն մեր դեմ Դու բարի ու բանի մաց, մեր դպրոց դու սեր ես մեծ Դու դարձել ես դարբնոց, գիտությամբ փոքուր վսեմ Դու տալիս ես լույս ու սեր, քո գրկում բարի մանկավարժներ Սիրով ողջունում եմ ձեզ մեր դպրոցի դահլիճում հյուրընկալվելու համար Այսօրվա մեր փոքրիկները բեմին կանգնած, որոնք մեր առաջին դասարանցի արդեն ծառաճանաչ երեխաներն են, կփորձեն ձեզ ներկայացնել Այբենարանի տառաճանաչության հանդեսը։ Հանդեսը բաղկացած է 3 հատվածից։ Առաջին հատվածում աշակերտները կներկայացնեն Մեսրոպ Մաշտոցի տարրերի ստեղծումը, գիրը, գրատվությունը։ Երկրորդ հատվածը իրենց սիրելի Այբենարանն է, որի շնորհիվ դարձան տառաճանաչ։ Սովորեցին առակներ, ասացվածքներ, հանելուկներ, ծանոթացան ժողովրդական բանահյուսության շատ նմուշների։ Եվ երրորդ հատվածում դուք կլսեք երեխաների սերը դեպի հայրենիքը։ Բարի և հաճելի ունկնդրում։ Ապրում էր հայոց աշխարհում այն ով Մաշտոցը նա էր անելի հայ, անքունը հոգնած օրեր շարունակ մտորում էր նա ու չուներ դադար։ Ախ ինչպես փրկել աշխարհը հայոց, ազատել լծից, պարծից ռողմեցուց, ինչպես սերմանել հավատը Աստծո, հասկանալ խոսքը ճանաչել Քրիստոս, Վիշտա թեղած դաղդացած սրտով, ոչ սնվում էր նա և ոչ էլ քնում, բայց չգիտես ոնց լռին աչքերին, մեղվորեն իջավ ծանր հոգնություն, տեսիլաժաբի շողացին հանկարծ ու ճառագեցին պատին սևակնած։
Հայրեն չկնաղ մաքուր տարերը, հայր հայ պաղող վեր այբերը, ու ոգևորված զորավոր մաշտոցը գրեց հայոց տարերը, որը պետք է որ երկար դարերով անսասան պահեր հայի սև բախտը։ Չորրորդ դարի երկինքը սև հակած մի պահ ծիածանվեց, հրաշափար հեց այդ պահին հայոց հողում Մեսրոպ ծնվեց։ Եվ տալոնի հինգ ավարում հացեկացուն ծորենապույր, շինականի պաստեղանին ցնծած գինին անուշապույր։ Հայ ուսման նրան կամվեց ու մաշտոցը գնար շրջեց, մուշից անցավ անուսացում, զգաց լեզուն ազգապահպանց։ Մոտ 1600 տարի առաջ 4-րդ տարի վերջում Հայաստանում մարդիկ խոսում էին հայերեն, բայց որպես գրական լեզուն, պետությունն ու և եկեղեցին օգտագործում էին այլ լեզուներ, հունարեն, պարսկերեն, նախսորերեն։ Հայերենով գիր և գրական ունենալը ազգապահպան խնդիր դա չէ, դա շատ լավ հասկանում էին կաթողիկոս Սահակ Պարթևը և զինվոր հոգևորական պալատական գրագիր Մեսրոպ Մաշտոցը։ Սահակ Պարթևի աջակցության Հայաստան բերվեց հնում օգտագործվող հայոց գրերի տարբերակը 22 տարի բաղկացած արագ պարզվեց, որ դրանք չեն արտացոլում հայերենի բոլոր հնչյունները։ Եվ Մաշտոցը որոշում է մշակել այնպիսի այբուբեր, որում մեկ տառը կհամապատասխանի մեկ հնչյունի և մեկ հնչյունը մեկ տառին։ Ողջույն ուսուցիչ, նկատեցի, որ դեռ չեք մարել ջահը, եկա, ինչու եք դեռ սիրելի կորյո, տևական ժամանակ է ինչ աչքերիս կուն չկա, մտորումներն ու հայոց ապական ինձ հանգիստ չեն տալիս։ Այո, ավա, հայրենիքը զոր հասական վիճակում է, մի լույս է պետք, մի ապավեն, որով կկարողանանք փրկել մեր հայրենիքի ապագան։ Կարծում եմ, որ արդեն կա փրկության մի լույս։ Իսկապես թույլ տվեք բրահել։ Այո, հարազատը սակետ անքուն հոգեման շոհեր ապրելուց հետո վերջապես ստեղծեցինք մեր ավատը, գոյությունն ու ուսանելիությունը ավետող հայոց գրերը։ Եկեք սիրելիներ, եկեք և միացեք պատմական այս կարևոր դարձան վկայագրությանը, մենք փրկված ենք, մեր ավատն այժմ հուսալի ձեռքերում կլինի մեր ազգը թշնամու լծից ազատված։ Ողջույն ուսուցիչ Յանասելի, շնորհակալ եմ քեզ։ Քանզի հայրենիքս ավելի աստատոն և ամուր է կանգնելու իր մայր, քանզի սերունդներն այսուհետ օգտագործելու են ոսկեղենիկ հայոց լեզուն։ Սիրելի վարդապետ, իմ թանկագին Մաշտոց անգնատեր է քո կատարած աշխատանք, որքան էլ ես եղա, ես ազգ միևնույն։ Դու հայրկեցիր այն ուսը, որը լուսավորում է հայոց պատմության մեր արահետը։ Ես հիմա այստեղ ձեր առաջ կանգնած նայում և հիանում եմ, դարեր առաջ իմ կատարած վճռական քայլը արմատապես փոխեց Հայաստանի ապագայի պատմությունը։ Դուք այժմ կարդում, գրում և հաղորդակցվում եք մեր սուրբ հայերենով, և հիմա չկա ավելի մեծ պարգև ինձ համար, քան այն, որ դուք շարունակում եք սրբության պահել և ավանդել եկող սերունդներին մեզ մեր դարավոր երդում, հայ պահ, հայոց այբուբեն։ Հայոց լեզու սովորենք, տարեր որ կաթան գրենք,
Դպրոցը իմ հայրենիքի վաղվա օրվա միակ հույսն է, մեր սերունդը ապագայի կայունության հզոր սյունն է, ու թե պետք է մենք պայքարենք խաղաղության համար խրթի, այսօրվանից պետք է լսենք մեր ուսուցիչներին։ Նկարեցի ես մի արև, որ ուներ բազում շոգեր, ուսուցիչը ժպտաց ասաց, մենք դրան կոչում ենք տարրեր։ Հայոց ամուր բերթերի պես, մեր նախնած սուրբ հայրունի պես, թանկ են հայոց մեր տարերը, երկաթագի սուրբ գրքերը։ Արփի ջեմ շողերի պես մեր դպրոցը ժպտում է մեզ, ուզում եմ եշոտ մեծանամ, խելացի աշակերտ դառնամ։ Դպրոց քողերքում ասնում են աննոք, մանուկորեն սպար լուսավոր, քո ջեմ ու բայի պատերի ներսում միտք սոկից ծաղկունք են ապրում։ Դիտելիքը մեր պաշարն է շաղած պահի գերակուրներ նրա բազում ակուրներից առաջինը գիգլիներն են։ Դպրոցը մեր երկրորդ տունն է գիտելիքի, մեր աղբյուրն է, իսկ սարդորակ ջուր աղբյուրի մեր սիրելի դասագիրն է։ Երախտաբարդ ենք մեր սոպաշտոց տարերի համար քո ստեղծած, դրանով փրկվեց ազգայոց և այդ տարերով մենք մնացինք հայ։ Շիրում եմ քեզ այով լեզում, հայկիս պես անցել, քեզնով եմ ես պարտանում, կարդում գրում արտասանում։ Իմ լավ դպրոց, ես քեզ սիրեցի, անշում տատիկի դուես ոսկե վզնոր, չէ որ այս բարիքից բացի կարոտած նորպես կանչում ես ուսնա։ Ով ցանկանում է որ ավեր շավլի, մայրենի լեզուն պետք է պահպանի, իսկ ով չի
գալիս արդեն 9 ամիս ու ասել են շատ բան սովորել, մենք գիտենք գրել, կարդալ ու հաշվել, բայց մեզ օգնական եղան գրքերը, բայց կարևոր էր առաջին գիրքը մեր շատ սիրելի Այբեդարանը։ Նա մեզ ծանոթացրեց հայոց տառերին, տառերն էլ միացան ու դարձան բառեր, իսկ երբ միացան բառերը, նրանք դարձան նախադասություն։ Նրանցով ստեղծվեցին բանություններ և երգաններ, որոնք մենք շատ ենք սիրում, և այդպիսով քերի միջոցով մեր առջև բացեց մեծ ու գունակետ միրաժ կաշկար։ Սիրելիներս, իսկ կարող եք ասել, թե ինչեր կային Այբեդարանում։ Այբեդարանում կան շատ առանց ասացվածքներ, հեքիաթներ ու շուտասելուկներ ու հանելուկներ։ Կարող եք մի քանի շուտասելուկներ թվարկել։ Մատին տվես, տարկարած պատին տվես։ Ժանիկս անինս տեսուսան։ Սանասար սար, յուսին են սկսար սար։ Շատ ապրեք, իսկ կարող եք ասել, թե ինչ են սովորեցնում առանձներն ու ասացվածքները։ Առանձներն ու ասացվածքները մեզ սովորեցնում են լինել ազնիվ, բարի, սիրել գեղեցիկը, լինել հյուրասեր, աշխատասեր։ Այբեդարանը մենք ատել ենք արարքների։ Ռետին ու մատիտը։ Բարև, ինչպես ես։ Ես քանքյար չեմ, ես ատում եմ քեզ։ Ինչու։ Քանի որ դու ջնջում ես այն ամենը, ինչ ես գրում եմ։ Ես միայն սխալներն եմ հեռացնում։ Դա ամենևին էլ ճիշտ չէ, բայց դա է նպատակը։ Գրելը ավելի կարևոր է, քան ջնջելը։ Սխալը մաքրելը նույնքան կարևոր է, որքան ճիշտը գրելը։ Բայց ես տեսնում եմ դու օր-օրի փոքրանում ես։ Դա որովհետև ես իմ մի փոքրիկ մասն եմ տալիս անգամ, երբ օգնում եմ ուղղել սխալը։ Բայց ես էլ եմ ինձ փոքրացած զգում։ Մենք չենք կարող բարիք անել մյուսների համար, եթե պատրաստ չլինենք ինչ-որ բան զոհել։ Դեռ ատում ես ինձ։ Ինչպես կարելի է ատել մեկին, որը ամեն ինչ տալիս է նրանից։ Ամեն օր մենք արթնանում ենք, մեկ օր պակաս, եթե չես կարող լինել ուրախություն ստեղծող մատիտը, եղիրայ ռետինը, որը ցավ է մաքրում, հույս երբանելով ու իշը ցնելով, ապագան կարող է ավելի լավ լինել, քան անցյալը, գնահատիր մի։ Այո, առաջին ընթացքով ժողովուրդը ծառում է մարդկանց բան կողմերը, կովաբանում լավը, դրականը, եկել լսենք աստղերը ու լուսինը առակը։ Աստղերն ու լուսինը։ Լսեք, քույրես, տեսեք, թե որքան գեղեցիկ ու փայլուն ենք մենք։ Իսկապես մեն նմանը չկա, հապատեսեք ինչ շքեղտես կունեք, քիչ է մնում լուսնին ասեք, որ դուր չգա։ Ճիշտ որ մեր նմանը չկա, հետո մենք շատ ենք, ուրեմն էլ ինչ ենք պետք լուսինն ու արայկակը։ Մենք մեր լուսով կարող ենք ողջ աշխարհը լուսավորել։ Այսօր աստղերն են դուրս եկել, ահա և ես լուսինս։ Վայ, այս ինչ կատարվեց, աչքերս չեն տեսնում։ Կարծես թե գունատվել է։ Ճիշտ որ նայեք, մենք աղոթացանք, աչքերս խամրեցին։ Եթե լուսնից մենք աղոթացանք, ապա ինչ կլինի, եթե այնտվի արեգակը։ Սա մեզ խրատ, որ զուր տեղը չհպաստանանք, գլուխ չգովենք, գոռոզ ու մեծամիտ չլինենք։ Իսկապես, ինչպես ժողովուրդն են ասում, մեծությունը զարդարում է մարդուն։
Մայրենիքի մեծ գեզայրուն տեղով քոչրեց շտամին, բայց հազար տեղով իմ սիրտը խոցվեց։ Ես ամբողջովին քոնն եմ մայրենիք, ու մամին նման ճամփեքիդ վրա, քո փառքի համար թե մի օր վառվեմ, մոգրավից անգամ ինձից չի մնա։ Քո ապագան զինվորն եմ ես, չդաշխատիկ իմ հայրենիք, քո կարկաչուն գետակներից երգից պոկված մի պատավիկ։ Քո կարկաչուն աղբուր երկն է, պետք շառաչեմ աղբուրին նման ես, քո ապիչապորում աստուքն է, ու կպասպանեմ մինչև վերջ նրան։ Ես մեր նախնյակ զորքածերը ես թանկյանքը տվեցին հողի, այդպես էլ մենք մեր ոսկիդելիքի կնվր ենք մեր այրենիքի։ Իմ սուրբ հայրենիքը երկնքի պես կապույտ է նաև աչքերս ուլալ քո բազմադարյան լեռների պես կիմանամ շուտով պատմությունդ ես։ Իմ սրտում ծաղկեց երազի ծաղիկու մեծանալով դարձավ նպատակ, որ կյանքի բոլոր օրերում գալի կարժանի երկրի զոր մարդ դառնանք։ Թող ձեր գալի ողջ օրերում միայն բարի լինի ուղեկից, ու այս փորի բարդ աշխարհում սեր ստանանք դուք բոլորին։ Մենք ապել ենք շատ այլներ, դա ենք տեսել ենք ցավ փորձություն, հազար բանջով այդան քաջային ունենք թշնամ ձեկին գեյ չենք դայնա։ Չափերով այսպիսին, որ կարող են վերցնել հետս, թե մի հեռու տեղ գնա, փոքրիկ ինչպես սերացած, բայց փոքրիկ ինչպես նորածին զավակ, իսկ քարտեզի վրա ընդամենը արդյունքի մեկ կաթիլ։ Սա իմ երկիրն է, չափերով այսպիսին,
որ տեղավորել եմ սրտիս մեջ, որ չկորցնեմ հանկարծ։ Մայր Հայաստան, խնդրում եմ ձեզ մեզ ընդունել դուք ոսկուպես։ Իսկ դուք ով եք։ Ես Կարմիրն եմ Այունից ծորած։ Ես էլ Կապույտն եմ երկնքից պոկված։ Տիրանագույնն եմ ոսկե արդերի ծփում ուժող։ Օ երագույն իմ բալիկներ, այնքան մոտ եք դուք իմ սրտին, մեր հացն ու ջուրն եք, մեր տունն ու բունն եք։ Ես դինանշանն եմ իմ Հայաստանի, մեր արքայական դինաստիաները ելան միացան դինանշան դարձ։ Ընդունում է։ Մասիսան եմ ես ավերժություն իմ Հայաստանի, ես ես լիշն եմ միշտ այդ միշտ ամբաղան մաշիշարին։ Ընդունում է։ Ես Հայաստանի ոսկի ծոյրն եմ ասունատերն եմ ու ամբարներն եմ։ Ընդունում է։ Ես լավաշն եմ անուշապույտ, որի ամեն մի պատառը մի աշխար է, մի նշխար։ Ընդունում է։ Ես մի փոքրիկ երեխա եմ, հայ ազգի ապագան եմ, ինչքան է ծնվեք ու շատանանք, դադերի մեջ կան կմնանք։ Ընդունում է։ Ես արևն եմ Հայաստանի կապույտ երկինքը իմ հայոց երկրից։ Ընդունում է։ Ես էլ լիժն եմ մեր Սևանի, կարոտը վանա իրմյա լճերի։ Ընդունում է։ Ես պաղողն եմ Հայաստանի, ով է իմ հատեկից, չի բաժանվի հայրենիքից։ Ընդունում է։ Ես ջուրն եմ Հայաստանի, ով պաղջրիս մի կումանի հայրենիքի համը կարնի։ Ընդունում է։ Թումայ Հայաստանն է, շեն ու տապանն է, դարեց եկող, դարեց գնացող, դանմար պարոց է, աչվայի բոլոր հայրի համար դու օնորոտ է, վանք ու ամրոց է, եղել ես, կար ու միշտ լինես։ Մենք It's a
շղվել դարձել երկաթագիր, քարերին են գրվել տառեր մեր, երբ փորձել են ջնջել ու եղծանել, կայծակին են տվել տառերը մեր։ Հավերժության մեր ճամփան, այբուբեն է մեր սրոփյան, ուժ է տալիս մեր վաշկին, միասնություն մեր ազգին, տապանն է մեր փրկության, ապաստանը արության, նատոնն է մեր գոհության, պապանը մեր էության, նա աղոք է մեր օգում, աղսուր պայքարի, դրանով է նորոգում տակարի մեր կանգարի։ Այբուբեն չէ սա, վեր թե անմատույց, գանձան նվաճ, տուր է փրկության, երկ և հույս չկա, զարթունքի նվակ, էությունն է վեր, ընթացքն ու ուղի, թագ ու զորավար, ժողովող մի կանչ, իմաստուն խորուրդ լինելու հնար։ Իմ սիրելի այբենարան, ամենաթանկ իմ գանձարան, այսօր տունն ուրախ անդեն, ժաշաշտ ենք տալիս մենք ես արդեն գիտենք կարդալ գրել, զենքերն են այոց գրել, ամենամեծ տոնն այսօր, տոներ մեջ մերին ու նոր, բաժանվում ենք, բայց ես գիտեմ, որ մենք հաճախ գանդիպենք, չէ որ ամեն գիր կարդալիս նրան միջից կժպտաս ինձ։ Մեր մորթուտիկ թորն եմ ես, այբուբենով տված սված այբենարան աղրուի մեջ, հույս է սրկում ճամփիս վրա, ուր էլ գնանք ինչ էլ անենք, դու մեզ հետ այբենարան, դու մեր հոգին ես ու մեր քոն ենք, երկին ես մերը աստաղորան, իմ սիրելի այբենարան։ Մենք Հարգելի ծնողներ, ուսուցիչներ, շնորհավորում եմ բոլորիդ այս կարևոր և խորհրդանշական օրվա կապակցությամբ։ Սիրելի աշակերտներ, սիրելի առաջին դասարանցիներ, այսօր առանձնահատուկ է, որովհետև դուք հաղթահարել եք ձեր կրթական ճանապարհի առաջին և կարևոր փուլերից մեկը։ Թող այդ ձեռքբերումը ամուր հիմք դառնա ձեր ապագա հաջողությունների և հաղթանակների համար։ Մաղթում եմ ձեզ լուսավոր ուղի, նոր գիտելիքներ, ստեղծագործ միտք և ամուր ձգտում դեպի կրթություն։
Եվ ուզում եմ, որ բոլորիս հանունից նաև շնորհակալություն հայտնենք մեր դասվարին ընկեր Ասատրյանին, դասարանում դասավանդող ուսուցիչներին այսօրը ունենալու և այս օրը տոն դարձնելու համար։ Ծափահարենք մեր Գրաճանաչության վկայական տրվում է Գանձակի թիվ 1 միջնակարգ դպրոցի առաջին դասարանի աշակերտ Հովհաննիսյան Արթուրին գրաճանաչ դառնալու կապակցությամբ։ Գրաճանաչ դառնալու կապակցությամբ գրաճանաչության վկայական տրվում է Հովհաննիսյան Մարկին։ Գրաճանաչության վկայական տրվում է Մարգարյան Վահեին։ Գրաճանաչության վկայական տրվում է Խաչատրյան Պետիկին։ Հարությունյան Հեկտորին գրաճանաչության վկայական գրաճանաչ դառնալու կապակցությամբ։ Շնորհավորում եմ քեզ։ Խաչատրյան Լիլիին գրաճանաչ դառնալու կապակցությամբ։ Գևորգյան Լիլիթին գրաճանաչության վկայական։ Հադևոսյան Գորին գրաճանաչության վկայական։ Սարգսյան Նոնային գրաճանաչության վկայական գրաճանաչ դառնալու կապակցությամբ։ Համարում եմ։ Կրչյան Անահիտին Դիաբրյան Մանեին գրաճանաչության վկայական։ Հակոբյան Արմանին գրաճանաչության վկայական։ Հարությունյան Արիսին գրաճանաչության վկայական։ Հակոբյան Հակոբին գրաճանաչության վկայական գրաճանաչ դառնալու կապակցությամբ։ Շնորհավորում եմ։ Հակոբյան Արային գրաճանաչության վկայական։ Շնորհավորում եմ։ Հարությունյան Գուրգենին Գևորգյան Դավիթին Խաչատրյան Միլենային Աֆրամյան Լեյլին Գևորգյան Էլիկին
Արսենյան Վրեժին, Թովմասյան Գոհարի, Գոհարյան Սրգետ Մարթանյան Միշանուրա, Մեզ պատրաստած նաև շնորհակալագիր, ես կխնդրեմ ձեր ծնող խորհրդի նախագահ հանձնի ձեր պատրաստած շնորհակալագիրը։ Որքան է փոփոխվի աշխարհը, ինչ հունով է զարգանա մարդկությունն ու գիտությունը, մենք բոլոր ժամանակներում ունենք ուսուցչի կարիք, որովհետև մեզանից յուրաքանչյուրը ցանկացած տարիքում ունի կրթվելու կարիք։ Ուստի շնորհակալություն այն ժամանակի համար, որ ձեզանից յուրաքանչյուրը նվիրում է մեր փոքրիկներին։ Շնորհակալություն այն գիտելիքի համար, որ ամեն օր տալիս եք աշակերտին, եւ շնորհակալություն այն բարձր մարդկային որակների համար, որ ամեն օր սերմանում եք այդ մարդ աշակերտների մեջ։ Եվ հենց այդ նվիրումն ու անշահախնդիր, նվիրումն է, որ ձեր ուսուցչի մասնագիտությունը վերածում է կոչման, վեհ կոչման։ Շնորհակալ եմ Գերասական եւ մեր դասարանի բոլոր ծնողների կողմից ձեզ ենք հանձնում այս շնորհակալագիրը։ Մեծ սիրով սպասես։ Սիրելի մանկավարժական անձնակազմ, սիրելի դասվար Գերասանյան եւ մեր շատ սիրելի փոքրիկներ, շնորհավորում եմ բոլորիդ։ Այսօր ձեր այբենարանի հանդեսն էր մի գեղեցիկ վկայություն այն աճի, փոփոխության եւ հիշողությունների, որ միասին ապրեցին այս ամեն տարի ընթացքում։ Դուք մանկապարտեզ եկաք, որպես անհանգիստ, հետաքրքրասեր փոքրիկներ, բայց այսօր հանդես եք գալիս որպես գիտելիքի առաջին աստիճանահեղ շահարած, սիրող, մտածող եւ գիտակից փոքրիկներ։ Շնորհավորում եմ ձեզ եւ շատ հպարտ ենք, որ մենք ձեր առաջին ուսուցիչներն ենք եղել։ Ես հպարտ եմ, որ մեր դաստիարակները այսպիսի սաներ են դպրոցի հանձնել եւ մեծ պատվով տեսնում են մեր երեխաների աճը, ինչի համար շնորհակալ եմ ձեզ Գերասատրյան եւ շնորհավորում եմ սիրելի փոքրիկներ եւ ցանկանում եմ ձեր հետագա դպրոցական տարիները լինել նման սիրով ու ջերմությամբ։ Շնորհակալություն Գերասատրյան։